ես ասում եմ իրականությունը եւ եթե իրականությունն ասելը ձեզ մոտ այդպեսի ընկալում է ձևավորում կամ շատերի նյարդայնացնում է, ես չի պատրաստվում դրա պատճառով իրականությունը չներկայացնել, թե երեխաները թե խնդիրները։ Տիկին նախարար Նարեկ քննչական կոմիտեին արտաքին հետախուզական ծառայության հայտարարության հիման վրա ուզում եմ հասկանալ ներքին գործերի նախարարությունը լրացուցիչ ինչ տեղեկությունների հիման վրա է հարցն էին ասում, որ օտարպետություններում հայերին ճնշում են ընտրությունների մասնակցություն ունենալու հետ կապված միայն այդ ծառայության հայտարարությունն է, թե նաև ՆԳՆ-ի տեղեկություններին եւ ինչ կարող եք ասել ընթացքից։ Ես ենթադրում եմ, որ միգուցե քննչական կոմիտեի հայտարարությունը ամբողջովին չեք դիտարկել այս մասով, որովհետեւ երբ որ արտաքին հետախուզության ծառայությունը հանդես եկավ հայտարարությամբ, բնականաբար ներքին գործերի նախարարության ոստիկանությունը իրականացրել է ստուգողական որոշակի աշխատանքներ եւ փաստական տվյալներ են նաեւ որոշակի ձեռք բերել եւ եթե կարդաք քննչական կոմիտեի հաղորդագրությունը կոնկրետ այս դեպքով մեր ներկայացված հաղորդման հիման վրա նախաձեռնված քրեական վարույթով կտեսնեք, որ այնտեղ մի փոքր ավելի ճշգրտումներ կան ներկայացված, թե Հայաստանի Հանրապետության քաղաքական դաշտում գործունեություն ծավալող կուսակցությունների, թե կուսակցության ներկայացուցիչների եւ թե նաեւ այլ դերակատարների օժանդակության process-ը կազմակերպելու մասով այս պահի դրությամբ այլ տվյալ հայտնել չեմ կարող։ Խնդրում եմ հետևել քննչական կոմիտեի հաղորդագրություններին, խնդրում եմ հետևել քննչական կոմիտեի հաղորդագրություններին, որպեսզի պատկերն ավելի պարզ լինի։ Ցանկացած տեղից եկող ազդակ բնականաբար մեր ուշադրության կենտրոնում է լինելու անկախ երկրից։ Տիկին նախարար, Ես արդեն նշեցի, մնացյալ ամբողջը քանի որ նախաքննություն է իրականանում, քննչական կոմիտեն պատեհ պահի հանդես կգա հայտարարություն։ Ես ուզում եմ երեխայի հետ կապված այդ դեպքից մի բան հարցնել, տեղեկություններ կան, որ միջավայրը, որտեղ որ երեխան ապրել է, ինչ որ ամբարով վարքեր են եղել, կա ոստիկանության մոտ նման տեղեկություններ, եթե այո, մի քիչ մանրամասնեք։ Եվ ընդհանրապես համայնքային ոստիկանություն կա, մի քանի այդպիսի դեպքի մասին ենք լսել, իրենց հայտնի չէ նախապես թե ինչ է կատարվում այդ համայնքներում։ Նախ մենք հետ կապված է, միանգամից ասեք, որ հետ կապված ինչ տեղեկություններ կան, փնտրում եք կամ նա ինչ մասնակցություն ունի։ Այս պահի դրությամբ ես նշեմ, որ երբ որ մենք հաղորդում ենք ստացել բժշկական կենտրոնից, ահազանգ կարելի ասել այնպիսին էր կամ ընտանիքի անդամների կողմից այնպիսին էր հաղորդումը, որ ըստ էության գործ չունենք հանցագործության հետ, ստանդարտ process է, երեխան իրեն վատ է զգացել եւ դրա արդյունքում է, որ տեղափոխվել է բժշկական կենտրոն, բայց անմիջապես ձեռնամուխ ենք եղել օպերատիվ հետախուզական աշխատանքների եւ դրա հիման վրա է նաեւ, որ հենց սպանության փորձով է վարույթը նախաձեռնվել, որովհետեւ տեղեկություն էինք ստացել, որ տվյալ անձի հոր հետ բնակվող կնոջ նաեւ միջամտությունը կա ընդհանուր գործընթացին, երեխայի ծեծի մասով եւ ըստ այդմ նմանատիպ հետևանք առաջացնելու մասով այժմ շարունակում են քննչական կոմիտեի հետ աշխատանքները, գիտեք, որ նաեւ խափանան միջոց կա ընտրված անձի նկատմամբ, շարունակում ենք աշխատանքները, որպեսզի նաեւ ընտանիքի մյուս անդամներին վերաբերելի, այո, իրավիճակներին եւս նաեւ իրավական գնահատական որպես այդպեսի կարողանանք տանք, այո, ինչ վերաբերում է Ընտրվում է, եթե սխալ ասեմ։ Չէ, այս պահին ուղղակի կարգավիճակի հետ կապված հարցեր են ճշգրտման փուլում։ Իրեն եւս մեղադրանք առաջ չեմ բացառում, կախված այն տվյալներից, որոնք որ կստանանք։ Նշեմ, որ միջավայրի հետ կապված, տեսեք, նշում եք համայնքային ոստիկանության հետ կապված, մենք պիտի նախ առաջինը նկատի ունենանք, որ մեր երեխայի իրավունքների պաշտպանության այն նոր համակարգը, որներ ենք դրել, այն տրամաբանությամբ է, որ առաջին ինֆորմացիա ստացողը որպես այդպեսին չպիտի լինի ոստիկանությունը։ Այսինքն ազդակը պիտի գա համայնքից, ազդակը պիտի գա այնտեղի սոցիալական ծառայողներից եւ մնացյալից։ Ես վստահ եմ, որ նաեւ գործընկերներն են այս հարցը դիտարկում, նաեւ իրենց իրավասության տիրույթում, որ հասկանան եղել է ազդակ օբյեկտիվորեն, թե չի եղել ազդակ նմանատիպ իրավիճակի։ Ես էլ մեր մասով համայնքային ոստիկանների կտորով եմ դիտարկում իրավիճակը, որպեսզի հասկանանք հնարավոր է այդպիսի տեղեկատվություն մեր գործիքակազմի տեսանկյունից այո ստանալ թե ոչ, եւ եթե որևէ խախտում հայտնաբերի այս դեպքում ի պատասխանատվության տիրույթում, այսինքն ոստիկանի աշխատանքի մասով, բնականաբար ռեակցիան դրությամբ այդ մասով ինչ ասացիք, ինչ որ հետո արդեն որ ուսումնասիրել կա այդպիսի, դա եղել է այդպիսի միջավայրից մասին էր հարցը։ Հիմա շարունակում ենք մեր ուսումնասիրությունները, թույլ տվեք ավել բան չհանրայնացնել, որովհետև նաև երեխաների եւ ընտանիքի մյուս անդամների հետ կապված որոշակի նաև հոգեբանական վիճակ ունենք։ Հիմա պատկան մարմինները աշխատում են։ Երեք եկող մաշինների հայտարարություն արել
որ Հայաստանում կան ուժեր, որոնք պատերազմ են նախապատրաստում, ընդ որում ծանր հետևանքներով, քանի որ ՆԿԴ նաև ակտիվ այսպես հայտարարություններ ընտրությունների ցանոց տարածում կուսակցությունների գործունեության վերաբերյալ, ինչ նկատի ուներ նա, ով է Հայաստանում ներքաղաքական դաշտում պատերազմ նախապատրաստում ու արդյոք հենց սա այսպես հասարակության շրջանում խոճապ տարածում ու հիբրիդային պատերազմն է օրինակ ըստ ձեզ։ Որևէ խոճապի մասին խոսք չկա, վարչապետը փաստական առումով անդրադառնում է այն խոսույթին, որ ըստ էության կա այս պայծրությամբ քաղաքական դաշտում եւ քաղաքական արձագանք է նաեւ տալիս որպես երկրի ղեկավար եւ նշեմ, որ եթե այլ հանցագործության տարերի հետ կապված հարցեր առաջանան, բնականաբար ՆԿԴ-ն հանդես կգա Կարծում եմ բոլորդ հետևում եք լրատվական դաշտին եւ վստահ եք, որ շատ ուժեր, այնպիսի մտքեր եւ այնպիսի հայտարարություններ են նաեւ հնչեցնում, որոնք այո, հակադարձում են հաստատված խաղաղությանը եւ կարող է նմանատիպ քաղաքական ռեակցիա լինել եւ ինչի բնական այլ ես նշեցի, որ կա նմանատիպ ազդակ, վարչապետը տվել է քաղաքական գնահատական եւ իրավապահ համակարգը հանցագործության կոնկրետ տարերի դեպքում կտա արդեն նաեւ իրավական գնահատական։ Տիկին նախարար երկու հարց կադրային փոփոխություններին չնայած անդրադարձակ նոր փոփոխություններ առաջիկայում նախատեսված են արդյոք եւ երկրորդ հարցը ինչը այստեղ եղավ եւ դարձավ այսպես ասենք նաեւ լրագրողների հետ վիճաբանության պատճառ 10 եպիսկոպոսներին ուղեկցելու հետ կապված Գեղամանուկյանն ասեց 300 ոստիկան դուք դրա հետ չհամաձայնվեցիք որպեսզի ես չասեմ մենք քանի ոստիկան ենք տեսել դուք ասեք ոստիկաններ քանիսն են եղել ինչ օրենքով են նրանք ուղեկցել արդյոք նույն որ խնդրեմ հետևից մի խոսեք էլ ես չեմ լսում ինչ հարցա որ ճիշտ պատասխանեմ Բոլորին է խոսք ուղղված։ Թիվն էի ուզում, հետո այնուամենայնիվ նաև նույն մենք տեսնում ենք, որ առանձին հոգևորականների, որոնք այսպես ասենք, իշխանությանն են սատարում, իրենց անմիջական վերահսկողությունն է, իրականացնում ոստիկանությունը, իրենք են դիմել, ոստիկանությունն է տեսել, որ կա անհրաժեշտություն նույն այդ քահանաներին, եպիսկոպոսներին պաշտպանել եւ ումից են պաշտպանում ամենակարևորը։ Նախ կադրային փոփոխությունների մասով, եթե ճիշտ լսեցի, նաև ասում եք կադրային հնարավոր փոփոխություններ սպասվում են, թե չեն սպասվում։ Կադրային փոփոխությունները բնականաբար ընթացիկ process է, որպես այդպիսի նախարարության տեսանկյունից։ Տեղյակ եք, որ փոխոստիկանապետերի փոփոխությունից հետո մենք ունեցել ենք նաև բարեկային ծառայությունը որոշակի փոփոխություններ նկատում են մոնիտորինգի վարչությունը, Երևանի գնդի հրամանատար նշանակվել է արդեն իսկ կա նշանակումը, Երևանի գնդի հրամանատարի տեղակալն է նշանակվել, նախկինում հենց այդ պաշտոններ զբաղեցնում եւ գումարտակի հրամանատարներից մեկը նաև նշանակվել է գնդի հրամանատարի տեղակալ, այսինքն շատ սինխրոն տրամաբանական աճ են ունեցել, առաջխաղացում են ունեցել այս մասով, որովհետև մեր ռեֆորմների սկզբունքում էլ է դրված հենց այս մոտեցումը, որ եթե անձինք աշխատում են, եթե արժանի են, առաջխաղացում պիտի լինի անխուսափելի, ըստ այդմ իրականացրել ենք նշանակումները, փոփոխություններ միշտ եղել են, նախորդ օրերին են եղել, առաջիկա օրերին էլ կամ շաբաթներին կամ ամիսներին էլ կլինի, իհարկե ըստ անհրաժեշտության, որովհետև եթե կարիքը չենք տեսնում կադրային փոփոխության, այդպիսի փոփոխություններ տեղի չեն ունենում եւ մենք չենք կատարում դրանք ուղղակի անելու համար, ինչ վերաբերում է երկրորդ հարցադրմանը, ես վստահ եմ, որ դուք գիտեք, որ ես թիվ հնչեցնել չեմ կարող, որովհետեւ ոստիկանական աշխատանքի տեսանկյունից դա ծառայության կազմակերպման ընդհանուր կոմպոնենտ է եւ թվի պատկեր հնչեցնել չեմ կարող, բայց նշեցի, որ 300 ուղեկցման process-ի մասով տեղեկատվությունը չի համապատասխանում իրականությանը։ Դուք շատ լավ գիտեք այդ մասին, որովհետեւ դուք եք այնտեղ եղել, ձեզանից շատերը կամ այլ մեր սիրելի լրագրողներ այնտեղ են եղել եւ ոստիկանները, տեսեք, ոստիկանները դուք կարող եք տեսնել, որ շատ են, որովհետեւ ինչ եք տեսել նաեւ տեղում։ Տեսել եք, որ երկու կողմ հավաք է իրականացնում մայրաթորի նույն տարածքում եւ կային նաեւ որոշակի սադրիչ գործողությունների մասով օպերատիվ տվյալներ եւ ոստիկանության պարտավորություններ հասկանալու ես հարգում եմ ձեր գործընկերոջը շարունակեմ պատասխանել հետո խոսեմ հիմա դատարան են ուղեկցվում մասնաճյուղի թեմի մոտ են իրենք հերթապահում այսինքն այնպես չի որ մենակ խնդիրը այդ օրվա մեջ չէ Փայլակը հարցրեց ես դրան էլ եմ անդրադառնալու Կպատասխանեմ, ինչը որ բաց կմնա, կհարցնեք, կարձագանքեմ։
Եվ այս մասով բնականաբար այն չափ ուժ էր ներգրավված մայրաթորի տարածքում, որը որ ոստիկանության համոզմամբ թույլ կտար կառավարելություն ունենալ եւ հասարակական կարգ ու անվտանգություն երաշխավորել եւ ելի եմ շեշտում, եթե նույնիսկ մի քանի հազար անձի ներգրավման կարիք լիներ այդ հասարակական կարգն ու անվտանգությունն ապահովելու տեսանկյունից, ոստիկանության ուղիղ պարտականությունն է հաշվել, հասկանալ օպերատիվ իրավիճակը եւ այդ անձանց ներգրավել։ Նույն process-ն է եղել։ Մնացյալ հոգեվորականների առումով տեսեք, մենք իրականացնում ենք քննչական մարմնի կողմից պաշտպանական միջոց կիրառելու մասին որոշումը եւ բոլոր այն դեպքերում, երբ որ վարույթ իրականացնող մարմնից ստանում ենք այդպիսի տեղեկատվություն, միանշանակ է, որ ոստիկանությունը պիտի իրականացնի անձի պահպանություն։ Սա ուզում եմ հստակ արձանագրել, որովհետև այո, դուք կարող եք տեսնել այդպիսի դեպքեր, դրա հիմքում կա կոնկրետ պաշտպանական միջոց կիրառելու մասին որոշում։ Այն հատվածներում, որտեղ որ ենթադրենք դուք տեսնում եք հասարակական կարգի եւ պաշտպանության ապահովման, այսպես ասեմ, կարգախմբեր, նրանք այնտեղ են ելնելով իրենց բուն գործառույթից, հասարակական կարգ եւ անվտանգություն են երաշխավորում եւ ես նորից եմ առիթ ունեցել ասելու, որ տարբեր եկեղեցիների տարածքում այդ նույն պահպանությունը կա, տոն օրերին այդ նույն պահպանությունը կա, մեզ իհարկե ես հասկանում եմ օբյեկտիվորեն, որ ստանդարտ իրավիճակում պահպանության հարցերը այդքան զգայուն չեն լինում եւ մենք չենք բարձրաձայնում այդ մասին, բայց վստահեցնում եմ ձեզ, որ այն դեպքում, երբ հասարակական պաշտպանության համար նույն կերպ չի արձագանքում չկա նման բան։ Չկա նման բան։ Չկա նման բան, որին գնացել էր համայնքային ներկայացուցիչը եւ դուրս էր հրավիրել եկեղեցուց, ոչ մի ոստիկան չէր միջամտել։ Դա օրինակ չի, որ մարդուն ոստիկանությունը ներկայացնում եւ ոստիկանությունը չի միջամտում։ Տեղում հասարակական կարգ եւ անվտանգություն է ապահովում, եթե որևէ անձ մտածում է, որ իր իրավունքները խախտվել են, բնականաբար կարող է կամ վերադաս վարչարարության կարգով ինձ բողոք ներկայացնել ոստիկանի գործողության կամ անգործության մասով, կամ եթե տեսնում է, որ հանցագործության տար է իր պատկերացմամբ, հաղորդում ուղարկել համապատասխան մարմնին, մինչ այս պահ նմանատիպ իրավիճակ էլ ունեցել ենք։ Այսինքն մի դեպքում ինձ վերադաս վարչարարության կարգով բողոք է ներկայացվել, քննչական մարմին քրեական վարույթ նախաձեռնելու վերաբերյալ հաղորդում է ուղարկվել, իրավական պետություն ենք, այդ process-ները պիտի ապահովենք, եթե որևէ մեկը մտածում է, որ իր իրավունքը խախտված է, բոլոր գործիքակազմերը ունի իրավունքի պաշտպանություն։ Իսկ եկեղեցու իրավունքները դուք արդյոք պաշտպանում եք, ինչ եմ հարցնում Տիկին Սարգսյան, որովհետև եկեղեցուն որոշում կայացվեց, որ նախկին Տեր Արամը պետք է թողնի եկեղեցին, բայց ոստիկանությունը կատարում է եկեղեցու արդեն մարմնի, որը կառույցի ունի ինքնավարություն, այդ եկեղեցու որոշումները կարող է կատարել, ինչու չի կատարում։ Ես հարցին անդրադարձել եմ, նախ եթե նմանատիպ հարց ենք բարձրացնում, պիտի հասկանանք, թե այդ որոշման կատարման մեխանիզմները ոնց ենք պատկերացնում, այսինքն ինչպիսի իրավական ընթացակարգ կա այդ որոշումների կատարման տեսանկյունից։ Դա է պատճառը, որ ես ասում եմ, որ ոստիկանության գործառույթի մեջ հասարակական կարգի եւ անվտանգության ապահովման ֆունկցիան է մտնում, դա ապահովվում է եւ մնացյալ մանրամասներին առիթ ունեցել եմ անդրադառնալու։ Եթե այլ հարց կա, կապված էիք խոսում ներսում։ Կարծեմ 1 տարի առաջ կամ ավելի վաղ տարածվեց դպրոցներից մեկի հետ կապված, որ գնացել մանկասակ երեխաներին ինչ որ փոշենման զանգված են բաժան Մղճյանի դպրոցն։ Այո, Մղճյանի դպրոցն։ Ինչ բացահայտվեցի, վերջը այդ երեխաներին ինչ եք տվել եւ եթե իրավապահները անդրադարձել են դրանք, խնդրեմ դա ասեք։ Տեսեք, շատ կարևոր հարց եք բարձրացնում Նարեկ ջան, որովհետեւ երբ որ ես տարբեր նաեւ դիտանկյուններից տարբեր հարցերի անդրադառնում եմ, տարբեր հարցադրումների անդրադառնում եմ, ինձ համար կարևոր է, որ երբ որ մենք առաջին ինֆորմացիան տալիս ենք, նաև մենք, երբ որ դեռ չգիտենք ամբողջ դետալները, որովհետև իրավապահ համակարգը տալիս է նախնական գնահատական իրավիճակին։ Մենք էլ կարող ենք ի սկզբանե վարույթ նախաձեռնել ոչ այն հանցակազմով, որ վերջնարդյունքում այդպես կշարունակի մնալ։ Ունենում ենք դեպքեր, սիրելի ներկաներ, որ պայմանական հարուցում ենք առողջությանը պատճառված վնասի հոդվածով, բայց պարզվում է, որ սպանության փորձի հետ գործ ունենք։ Այսինքն նախնական գնահատականները հետո կարող են փոխվել, բայց մենք այս դեպքում հետևողական ենք, որ վերջնական գնահատականներն էլ պատեհ պահի նաև հանրայնացնենք, որ ճիշտ լինի պատկերը։ Հիմա Մղճյանի դպրոցի մասով մենք սրա ուղիղ հակառակ իրավիճակում ենք, որովհետև ի սկզբանե բոլորիս ասեմ, որ որևէ մեկը չմտածի ես ինչ որ ուղղորդված բան եմ ասում։ Բոլորիս մոտ այն ընկալումներ, որ այո, փոշենման զանգվածը թմրամիջոց է, ճիշտ է։ Ոչ մի այլ ընկալում չեք ունեցել։ Բայց
Բնականաբար այդ տրամաբանությամբ է վարույթը նախաձեռնվել, բայց հետո փորձաքննություն բնականաբար պիտի իրականացվի, իրավապահ համակարգը ստացել է փորձաքննության արդյունքը, պարզվել է, որ մենք թմրամիջոցի հետ գործ չունենք։ Փոշը նման սովորական սպիտակ զանգված է եղել, ոչ թմրամիջոց։ Ոչ մի վտանգավոր բան չի եղել, կարող եք դիմել քննչական կոմիտեն, եթե ճիշտ համարի այս պահի նախաքննության շրջանակներում կարող է փորձագիտական եզրակացության մասով ինֆորմացիան հավելյալ տրամադրել։ Բայց ես ինչի եմ ուզում սա ասել։ Ինչի եմ ուզում սա ասել, որովհետև ստացվում է, որ մենք մի ընտանիքի երեխայի ի սկզբանե ասում ենք, որ դու թմրամոլ ես, կամ դու ստիպել ես որևէ այլ ընտանիքի երեխայի թմրամիջոց օգտագործել, շանտաժ ես արել դրա համար, բայց վերջում պարզվում է, որ թմրամիջոց չի եղել։ Իհարկե իրադարձությունը բացասական է, այսինքն ոչ մեկ չի անդրադառնում իրավիճակին եւ ասում, որ ամեն ինչ նորմալ է, եթե թմրամիջոց չի։ Ոչ, իրավիճակը անընդունելի է, բայց տեսեք, մենք արդեն պիտակավորել ենք այդ երեխաներին մեր խոսույթով։ Ես ուզում եմ, որ մենք բոլորս ավելի հոգատար լինենք մեր խոսույթի նկատմամբ, մեր անչափահասների նկատմամբ, եւ եթե կա տվյալ, որ դա թմրամիջոց չի, մենք ունենանք այդ մոտեցումը, որ բարձրաձայնենք այդ դեպքի մասին։ Որևէ մեկը չի ասում իրավիճակը չի եղել, բայց պիտի իրերը կոչենք իրենց անուններով, որովհետև պատկերացնում եք հատկապես մարզային հատվածներում ինչպիսի ընկալումներ կան, ինչպիսի կարծրատիպեր կան, որոնք որ դեռ մեզ շատ ջանք ու եռանդ է, պետք որ փոփոխենք այդ ամբողջը։ Մեղավորություն չունի, որովհետև կոնկրետ լրատվամիջոց դեպքը դեռ չեղած, շատ մանրամասն ցնցող վերնագրերով արդեն բացահայտում է այդ ամենը եւ դա ոստիկանությունն է տալիս այդ ինֆորմացիան, որովհետեւ տվյալ անձը Երևանում չի կարող այդ մանրամասներով իմանալ, որտեղ է աշխատում ում բարեկամն է եւ չհրապարակի, այսինքն դուք եւս ձեր կառույցը եւս չի նպաստում, որ դա կանխվի, Տիկին Սարգսյան։ Ես երբեք չեմ հերքել այն մասը, որ ոստիկանները կարող են ոչ պատշաճ խողովակով ինֆորմացիան հասանելի դարձնել առանց որևէ ինչ-որ դիտավորության։ Դա է պատճառը, որ ներքին անվտանգության եւ հակակոռուպցիոն վարչությունում բազմաթիվ են հենց ծառայողական քննությունները, որոնցով որ մենք առերևույթ տվյալ ունենք, որ մեր աշխատակցի միջամտության արդյունքում է տվյալը հասանելի դարձել լրագրողական համայնքին, բայց նորից եմ ուզում շեշտել, որ հետո չխեղաթյուրվի միտքը։ Լրագրողական համայնքին տեղեկատվությունը պիտի հասանելի դառնա, բայց պատշաճ խողովակի արդյունքներով եւ պատշաճ նաեւ չափաբաժնով, որպեսզի նաեւ անձի իրավունքների հետ կապված խնդիրներ չունենան։ Իմ մամլո խոսնակը միշտ հասանելի է, ցանկացած տեղեկատվություն տվյալ պահին, եթե շնորհակալություն որ հաստատեցիք, եթե կարիքը կա, անմիջապես կտրամադրի, բայց ոչ պատշաճ խողովակով տեղեկատվության հանրայնացումը շատ բացասական կոմպոնենտ կարող է իր մեջ պարունակել։ Բայց ես նաև փաստեմ, որ մենք ունեցել ենք ուսումնասիրություններ, երբ որ ոստիկանի կողմից չի եղել տեղեկատվության փոխանցումը։ Ունենում ենք իրավիճակ, որ հարևանները, բարեկամները տեղեկատվությունը փոխանցում են լրագրողական համայնքին եւ ինֆորմացիան արդեն յուրաքանչյուրս մեր ընկալումների տիրույթում ենք իհարկե հանրայնացնում, բայց առիթից օգտվելով ուզում եմ ասել, որ հատկապես լրագրողական տիրույթում մենք ուզում եմ, որ շատ ուշադրություն դարձնենք հատկապես խոցելի խմբերին, որովհետև իրենց հետ կապված ցանկացած տվյալի հանրայնացում, նույնիսկ 100%-անոց ճշմարտությունը հետագայում դժվարություններ է առաջացնում նրանց տվյալ համայնքում բնակվելը շարունակելու համար, նրանց պիտակավորման համար, դրա համար ուղղակի հորդորում եմ, որ բոլորս զգույշ լինենք։ Ուզում եմ հարցնել Տիկին Մայրաթորի այդ հայտնի ակցիայի օրը, որոնք հոգևորականներն էին հրավիրել, տեղի ունեցածին, ես ուզում եմ կոնկրետ մի դրվագի դուք անդրադառնաք, երբ որ հոգևորականներին, ովքեր ակցիային հրավիրել, ուղեկցում էին անձինք, որոնց մեջ նաև հետո ինչպես պարզվեց ոստիկաններ եւս եղել են իրավապահ համակարգի Իսկ ով պարզեց, որ ոստիկաններ չեն եղել, այսինքն այդ ուղեկցողները, որոնք ուղեկցում էին, չէ, դուք այսինքն պնդում եք, որ չեն եղել ուղեկցողների մեջ ոստիկաններ, Տիկին նախարար։ Ես պնդում եմ, որ տարածքում կարող են լինել քաղաքացիական հագուստ կրող քրեական ոստիկանության ներկայացուցիչներ, բայց ոչ այն պնդմամբ, ինչ որ դուք ներկայացնում եք։ Այսինքն չեն ուղեկցել, շղթայի մեջ չեն եղել, մեկին նույնականացվել էին այդ շղթայի մեջ քաղաքացիական հագուստով, հետո այլտեղ ոստիկանները։ Թե քաղաքացիական անձինք ոստիկանությունում եւ թե նաեւ ոստիկանության մյուս ներկայացուցիչները ոստիկաններ են, որովհետև օպերատիվ աշխատողները հնարավորություն ունեն քաղաքացիական համազգեստ կրելու եւ իրենք տեղում են հասարակական կարգ եւ անվտանգություն ապահովելու տրամաբանության ինչու համազգեստով չէին։ Ես նշեցի արդեն, օրենքով թույլատրվում է եւ կարող եք տարածքում նույնիսկ ոչ Մայրաթորը Տիկին նախարար իրենք ակցիա էին հրավիրել։ Հասարակական կարգ եւ անվտանգություն ապահովելը չի ենթադրում միայն շղթա կազմել եւ հսկել ինչ-որ մի process։ Տարբեր մեթոդներ կան, տարբեր եղանակներ կան եւ
Հարգելի գործընկերներ, արձագանքում եմ ու փակենք այս թեման, որովհետև նույն հարցերն են, ես նույն պատասխաններն եմ ասելու, ոչ մի լրացուցիչ նոր բան ես չեմ ասելու, ոչ մի բան ինձանից չեք կորզելու, որովհետև ոչ մի նորություն չկա։ Արդեն նշեցի, որ տեղում Մայրաթորում ոստիկանությունը հասարակական կարգ եւ անվտանգություն է ապահովել եւ ապահովել է պատշաճ կերպով, եթե որևէ անձ գտնում է, որ մեթոդը, եղանակը կամ այլ հարցեր, որոնք որ առնչվել են իրավունքներին, ես ասեցի հասարակական կարգի անվտանգության ապահովման ֆունկցիան են ապահովել, եթե որևէ մեկը գտնում է, որ իր իրավունքների հետ կապված խնդիր կա, կարող է դիմել նախարարություն կամ քննչական հարցը վերջ, եթե այլ հետաքրքիր հարցեր Սարգսին Սարգսյան, Աջափնյակի հայտնի իրադարձություններից հետո անմիջապես ձեր 3 տեղական խնդրեմ էլի ուղղակի կլինի մի քիչ առաջ գնանք, որովհետև ինձ շատ է ես բոլոր հարցերին պատասխանելու եմ։ Աջափնյակի այդ հայտնի իրադարձություններից հետո ձեր 3 տեղականներ անմիջապես ազատվեցին աշխատանքից։ Արդյոք միայն 3-ն է մեղավոր այդ ամենում, որովհետև եթե ձեր տեղականներ 3 առնվազն աշխատանքից ազատվում, նշանակում է ձեր մեղքի բաժինն էլ կար։ Ինչու ձեզ որևէ ձևով այդ օրերին կամ հրաժարականի պահանջ չներկայացվեց, կամ դուք հրաժարական չտվեցիք։ Ինչու դա տեղի չունեցավ։ Նախ իմ տեղականների մասին չի խոսքը։ Ոստիկանությունը ունի իր կառուցվածքը, ոստիկանապետ գոյություն ունի եւ ոստիկանապետի տեղակալներ գոյություն ունի եւ 3 տեղակալների փոփոխությունը նորից եմ ուզում շեշտել, ընդհանուր առմամբ համակարգ նոր էներգիա բերելու տրամաբանության մեջ է եւ եթե դուք կարծում եք, որ Հայաստանի Հանրապետությունում ցանկացած հանցագործություն տեղի ունենալու պայմաններում պիտի մենք գտնենք որևէ մեղավորի եւ իրեն անմիջապես ազատ արձակենք։ Դե 3-ին գտակ, մենք չենք գտել, համակարգում դուք եք գտել։ Եթե թույլ տաք, շարունակեք, գուցե գտնեք ձեր հարցի պատասխանը եւ էլ կարիք չլինի միջամտելու։ Եթե մենք մտածենք, որ յուրաքանչյուր հանցագործության դեպքով որևէ ծառայող պիտի ազատվի համակարգից, դա ոչ տրամաբանական մոտեցում է, չէ՞, գտնի մի պետություն, որտեղ որ ինչ որ հանցագործության դեպքով կոնկրետ ամեն հանցագործության դեպքում մարդ ազատվի համակարգից։ Բայց մարդ ազատվի համակարգից։ Դեպքից հետո ազատեցիք։ Այսինքն զուգադիպություն է, դա պատահական զուգադիպություն է, տիկին նախարար։ Ես ձեր գործընկերոջը հարգում եմ, ես վստահ եմ ինչ էլեմենտներ եք բարձրաձայնելու, կպատասխանեմ այդ բոլոր հարցերին, կարիք չկա միջամտության։ Այս դեպքում ես գտել եմ, որ 3 փոխոստիկանապետերի ուղղությունների սպասարկման համար նկատի ունեմ քրեական ոստիկանություն, նկատի ունեմ բարեկային ծառայություն, նկատի ունեմ համայնքային ոստիկանություն, կարիք կա նոր թարմ էներգիա ներգրավելու, որպեսզի վերադասավորենք նաև մեր մոտեցումները եւ մեր ծառայության կազմակերպման եղանակները։ Սա է պատճառը եղել, որ 3 փոխոստիկանապետերի փոփոխություն ենք ունեցել եւ նույն տրամաբանությունն է եղել, երբ որ ոստիկանապետի փոփոխությունը տեղի ունեցել վարչապետի կոնկրետ որոշման շրջանակներում, նույն տրամաբանությունը, երբ որ ես խոսեցի բարեկային ծառայության Երևանի գնդի պետի հրամանատարի փոփոխության մասին եւ այսպես շարունակ, այսինքն ամեն դեպքը, որ սկսենք նկարագրել, որ սա որևէ ինչ որ կոնկրետ արարքի արդյունք է, դա մեզ լավ տեղ տանող մոտեցում չի լինի, որովհետեւ այո, կան դեպքեր, որոնք որ կարող են, այսպես ասեմ, վերջին կտորը լինել այդ որոշմանը գալու, նմանատիպ իրավիճակներ կարող են այլ բարձաբան, ասում են դուք արեմուտքի կներես, դուք արեմուտքի հովանավորությունն եք վայելում եւ Փաշինյանը չի անձեռնխելի եք, այսպես ասել, Փաշինյանը ռիսկ չի անում հակառակվել արեմուտքի։ Երկու բան փաստեմ, ինձ թվում է լրիվ հարցերը կփակվեն։ Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարի եւ Հայաստանի Հանրապետության քաղաքացի Արփինե Սարգսյանի հովանավորը Հայաստանի Հանրապետությունն է։ Այնպես, ինչպես Հայաստանի Հանրապետության մյուս քաղաքացիների դեպքում է եւ երկրորդը Հայաստանի Հանրապետության վարչապետը որևէ կաշկանդվածություն չունի, որևէ պահին որոշումներ կայացնելու եւ ներքին գործերի նախարարի պաշտոնը զբաղեցնող անձը եւս ցանկացած ժամանակահատվածում հավերժ չէ եւ եթե Հանրապետության վարչապետը նմանատիպ մոտեցում ունենա, վստահ եմ, որ որոշում Տիկին Սարգսյան բարեգութքին կասեք, ինչը թույլում է վիզաների ազատականացման գործընթացը, քանի որ վերջերս Վարսաշչյան պաշտոնյայի հետ էիք
Վերջերս երկու բարձրաստիճան պաշտոնատար անձինք են այստեղ եղել, ԵՄ հանձնակատար Կոսը եւ հանձնակատար Բրուները, շատ դրական քննարկումներ են ունեցել, որովհետեւ երկու հանձնակատարներն էլ արձանագրել են, որ ներքին գործերի նախարարությունը որպես համակարգող պատշաճ կերպով գերազանց կատարել է իր արժեվ դրված խնդիրը եւ սա է պատճառը եղել, որ ռեկորդային արագ ժամանակահատվածում մենք ստացել ենք գործողությունների ծրագիրը, ընդ որում շատ միջոցառումներ, որոնք ակնկալենք, որ օրինակ առաջիկա տարիների կտրվածքով պիտի կատարվեն, այսօր մենք նույնիսկ կատարել ենք այդ միջոցառումները եւ գործընկերներս երկուսն էլ փաստել են եվրոպացի, որ շատ իրատեսական է վիզաների ազատականացումը Հայաստանի Հանրապետության համար։ Ես որպես նախարարության կողմից process-ի համակարգող գլխավոր բանակցող պիտի փաստեմ, որ ներգերատեսչական, այսինքն ներհանրապետական կտրվածքով մենք մեր արժեվ խնդիր ենք գրել, որ 2 տարվա կտրվածքով մոտ պիտի ավարտենք բոլոր միջոցառումների կատարումը։ Շատ իրատեսական է, որովհետեւ սա շատ ներդաշնակ է Հայաստանի Հանրապետության կառավարության ռեֆորմերի օրակարգին եւ այնպես չի, որ գործողությունների ծրագրի բովանդակությունը մեզ պիտի թելադրի սկսել ինչ-որ մի բան անել կամ չշարունակել ինչ-որ մի բան անել։ Այս երկու process-ները շատ սինխրոն են իրար, սա է տալիս համոզմունք ինձ ասելու, որ մենք շատ իրատեսական process ունենք եւ եթե նույն տեմպը պահպանենք գործողությունների ծրագրի իրականացման, առաջիկա տարիներին կունենանք ազատ վիզային ռեժիմ։ Եվ գնահեք վերջին հարցը ես տամ Տիկին Սարգսյան, տեղեկություններ կան, որ միգրանտների են Եվրոպայից ուղարկում Հայաստան, օրինակ երկու ինքնաթիռ ասում են եկել է Գերմանիայից, հետո ԱՄՆ-ից են ասում են եկել ինքնաթիռ, դուք տեղեկություններ ունեք։ Միգրանտների մասով անկանոն միգրացիոն հոսքերի արդյունքում կարող է Եվրոպական միության տարածքում լինեն անձինք, որոնք որ ենթակա են վերադարձման Հայաստանի Հանրապետություն, մենք ունենք նույնիսկ Եվրոպական միության հետ կնքված համաձայնագիր, թե Եվրոպական միության հետ ընդհանուր առմամբ եւ թե նաեւ անդամ պետությունների, եւ եթե լսենք օրինակ, որ անօրինական որևէ միգրանտ վերադարձվել է Հայաստանի Հանրապետության, այդտեղ ոչ մի արտահայտություն եկել է, թե չէ։ Առանձին տվյալներ այս պայծրությամբ չունեմ, որ ինչ-որ մեծ խմբերի հետ կապված տվյալներ կան, դա իրականությանը չի համապատասխանում։ Ստանդարտ process կա, կարող են մի քանի հոգի օրինակ մենք էլ հարց տանք էլի։ Կապված ասում ենք պետք է պաշտոնանկություն իրականացվի, բայց բարբերաբար մեր ուստում որ սպանություններ լինում, կարմեր հատվածներում որ Սիցիլիա է դարձել Հայաստան։ Հիմա այս դեպքում ով պետք է պատասխանատվություն կրի։ Ու ինչի չի կանխվում այս դեպքերը, ինչու է բարբերաբար շարունակվում, նվազում չկա դեպքերի։ Տեսեք, ես երբ որ ինչ-որ մի բան, ինչ-որ մի թեմա ներկայացնում եմ, ես գոնե այն բարեխիղճ կանխավարկած ունեմ բարեխիղճությամբ, որ դուք լսում եք ես ինչ եմ ասում։ Որ հետո հարցը ձևակերպեք, ես գլոբալ նկատեմ, հարցը ձևակերպեք հենց այս տրամաբանության մեջ։ Հիմա նախ առաջինը, Հայաստանի Հանրապետությունը Սիցիլիա չի։ Ես նշեցի, որ 3.2% նվազում ունենք հանցավորության, եւ սա միայն ու միայն իրավապահ համակարգի ջանքի արդյունքն է, որովհետև ես առիթ ունեցել եմ նաև նշելու, որ սպանությունները եւ առհասարակ հանցավորությունը երկու կատեգորիայի կարելի է բաժանել։ Առաջինը դրանք կազմակերպված իրավիճակներն են, այսինքն կա պլանավորում, կա դերաբաշխում, process կա գեներացվող, որտեղ որ իրականում ամենաառաջնային իրավապահ համակարգն է։ Այսինքն դու ինչպիսի օպերատիվ աշխատանք ես իրականացնում, որ բացահայտես այդ դեպքը եւ կանխարգել ես այդ իրավիճակները։ Հիմա առաջինը ես նորից շեշտեցի, որ մեր հանրապետությունում ամեն օր սպանություն չկա։ 50 սպանության դեպք ունենք, եւ եթե ժամանակագրական առումով նաեւ համեմատենք 2018-ից հետո եւ առաջ իրավիճակները, միջինում նախորդի ժամանակահատվածում ունեցել են 52 սպանություն, 18-ից հետո միջինում ունեցել ենք 50 սպանության դեպք։ Բայց նորից ես գնում եմ դեպի կոնկրետ դեպքը, որովհետեւ թվերը ինձ հետաքրքիր են այնքանով, որ հանրության հետ պարզ լինենք եւ ֆիքսենք, որ մենք ամեն օր սպանություն Հայաստանի Հանրապետությունում չունենք։ Հիմա առաջին դեպքերի մասով այո, քանի անգամ կամ մի քանի ամիսներ ենք, այսինքն պարբերաբար մենք ահասարսու ինչ-որ դեպքեր ենք ականատեսում սպանությունների։ Հիմա դուք ենթադրում եք, որ Հայաստանի Հանրապետությունում ընդհանրապես հանցագործություն չպիտի լինի։ Ինչ որ մի երկիր կա, ով որ սպանությունից ապահովագրված է։ Եթե մենք օբյեկտիվ լինենք եւ ես հուսով եմ, որ դուք հենց այդ աչքով եք նայում այս ամբողջ process-ին, բոլորիդ նկատի ունեմ։ Մի այլ երկրի դեպքում խնդրեմը օրինակ ահաբեկչական ակտերն են։ Տեսնում եք դպրոցներում ահաբեկչություն կա, խանութներում ահաբեկչություն կա, մոլերում ահաբեկչություն կա, զանգվածային նաեւ սպանության իրավիճակներ կա։ Հայաստանի Հանրապետությունը լավ առումով եմ ասում, նմանատիպ իրավիճակների զերծ է, որևէ մեկը չի կարող հակառակը պնդել։ Եվ եթե
լրատվական դաշտում տարբեր անձինք կարող են նույն իրավիճակը անընդհատ քննարկման առարկա դարձնել, ընդ որում վերհիշեցնել նաև օրինակ 2017 թվականին տեղի ունեցած սպանության դեպք, 2018 թվականին տեղի ունեցած սպանության դեպք, նույն սպանությունը մի քանի օր շարունակ լուսաբանվի, մի օր հոգեհանգիստ լուսաբանենք, մի օր այլ իրավիճակներ լուսաբանենք, մի օր այլ իրավիճակներ, տպավորություն կարող է ձևավորվել, որ ամեն օր այդպես է իրավիճակը։ Ես շարունակեմ։ Ամեն օր այդպես է իրավիճակը, բայց նորից եմ շեշտում, ունենք 50 սպանության դեպք, որը նույնիսկ համաշխարհային միջինից 2 անգամ նվազ է, բայց գալով դեպի բովանդակություն շարունակենք, որ կիսատ չմնա։ Եթե խոսում ենք օպերատիվ աշխատանքի մասով, անցած տարի 12 սպանության նախապատրաստություն ենք բացահայտել։ Սա օպերատիվ աշխատանքի մասին է խոսում, որովհետև եթե օպերատիվ աշխատանք չլիներ, կազմակերպած սպանությունները պլյուս կլինեին 12 դեպքով։ Սա արդյունք է, իհարկե արդյունք է։ Բավարար է այս արդյունքը, իհարկե բավարար չի։ Ես երբեք չեմ ասել, որ մենք փայլում ենք մեր օպերատիվ աշխատանքով, որովհետև գիտելիքի հետ կապված հարցեր կան, ժամանակակից տեխնոլոգիայի հետ կապված հարցեր կան, կրթության հետ կապված հարցեր կան, նաև իրավական որոշակի հարցեր կան։ Պիտի սրանք լուծենք։ Եվ երկրորդ կոմպոնենտը, որն ավելի մեծ չափաբաժին ունի մեր ընդհանուր հանցավորության մեջ, դա մտածողությանը վերաբերող դեպքերն են, որովհետև վերջին ժամանակահատվածում մենք ինչ ունենք, նույն աջակցությունների իրավիճակը։ Մի հայոյանքից, երբ որ մենք մտածում ենք որպես հանրություն, կարելի է արձագանքել ավելի սուր հայոյանքով եւ դրանով խնդիրը լուծվի, կամ տրանսպորտային միջոցը իրար վրա վարելու հետևանքով կարելի է իրար ծեծել եւ դրանով խնդիրը լուծվի, պրակտիկան ցույց է տալիս, որ դա լուծման մեթոդ չի, բայց մենք ինչ ենք տեսնում, որ տարիներ շարունակ ես բռնությանը ավելի կոշտ բռնությամբ արձագանքելու եւ խնդիրը լուծելու պրակտիկան մեզ մոտ շատ ամրապնդվել է եւ սրանով նաեւ ուժեղացվել է քրեական ենթամշակույթը տարածքում, որովհետեւ այդ ընկալումն էլ կա, որ մեր բակում, մեր ընտանիքում, մեր շրջապատում հարցերը ոչ թե պիտի լուծի պետությունը օրենքով, այլ պիտի լուծի տարածքում գտնվող օրինակ ինչ որ մի հեղինակություն եւ սա է նաեւ ավելի ուժեղացնում քրեական ենթամշակույթին Հայաստանի Հանրապետությունում, սա է պատճառը, որ մենք գնում ենք դեպի նաեւ իրադարձության խորքը։ Եթե մենք մտածողությունը չթիրախավորենք, ես վստահեցնում եմ, որ այս դեպքերը կարող են նույնիսկ ավելի սուր դրսևորումներով ի հայտ գալ եւ ավելի բացասական պատկերք ունենանք։ Սրա հիմքով եմ նաեւ ես ասում, որ 3.2% նվազումը իրավապահ համակարգի ջանքի արդյունքն է, որովհետև մենք դեռևս չենք նկատում մտածողության որևէ փոփոխություն, որովհետև տեղի ունենում խուլիգանական դեպքեր, տեղի ունենում առողջությանը ծանր վնասի պատճառման դեպքեր եւ այսպես շարունակ։ Այսինքն մենք պիտի նախ ընկալենք, որ մի դեպքում գործ ունենք կազմակերպված հանցավորության հետ, բայց դա փոքր տոկոսն է կազմում։ Մյուս դեպքում մենք ունենք բռնության պորտման հետևանքով առաջ եկող սպանության կամ առողջությանը ծանր վնասի պատճառման դեպքեր եւ երկու ուղղությունով էլ պիտի ճիշտ արձագանք տանենք, որպեսզի պատկերն ավելի լավը լինի եւ ես նաեւ նշեմ, որ ընդհանուր առմամբ երբ որ նույնիսկ մենք խոսում ենք 50 սպանության դեպքի մասին, ընդհանուր մեր պատկերում հանցավորության սպանությունները 0.1% են կազմում։ Այսինքն ամբողջ հանցավորության մեջ սպանությունները 0.1%։ Տեղեկություն կա, որ դուք շրջում եք տասնյակ ծառայական ավտոմեքենաներով, կպարզաբանեք իրականում քանի մեքենա է ձեզ սպասարկում։ Գիտեք, նորից նույն տրամաբանության մեջ է, եթե տեղեկություններ կան, նշանակում պիտի ապացույց լինի, բայց ես առիթ ունեցել եմ եւ նաեւ զարմանում եմ, որ մինչեւ այս պահը օրենքով կազմակերպվող process-ի մասին կարող է որևէ հարց առաջանալ, որովհետեւ ես որպես ներքին գործերի նախարար ունեմ պետական պահպանություն ինձ տրամադրված, պետական պահպանության կազմակերպումը ենթադրում է ստանդարտով պահպանության ապահովման process։ Եվ ես իրավունք էլ չունեմ միջամտելու պետական պահպանության ծառայության գործունեությանը, որովհետև պահպանության մեթոդները, եղանակները իրենք են ընտրում, եւ ինչու եմ ես ասում զարմանում եմ, որովհետև որևէ բան չի փոխվել այդ պահպանության մեթոդաբանության մեջ։ Նույն կերպ էր պահպանությունը, երբ որ նախորդ նախարարի մասին էինք խոսում, նույն կերպ է պահպանությունը, երբ որ իմ մասին ենք խոսում, եւ նույն կերպ կլինի պահպանությունը նաեւ առաջիկա տարիների կտրվածքով։ Ուզում եմ ասեմ, երբ որ մենք գործ ունենք օրենքով նախատեսված պահպանության հետ, առնվազն տարօրինակ է, որ մենք էլի անընդհատ ամեն տարի այս նույն թեման քննարկում ենք, նույն թեման շահարկում ենք եւ ձեր մատնանշած թիվը իրականության հետ
որևէ աղերս չունի։ Իսկ քանի ավտոմեքենայի իրականում դառնայի Արցախցի կնոջ եւ երեխայի հետ կապված է պատմությունը, որ մամուլում բավականին քննարկվեց, մեթոդները, որոնցով ոստիկանները նրան ուղեկցել են քննչական մարմին, նկարագրում է այդ կինը երեխայի հետ, փոքրիկ երեխայի հետ, թե ինչ իրավիճակում եւ այլն։ Դուք այստեղ խնդրահարույց որևէ բան տեսնում եք, թե համարում եք, որ շատ նորմալ գործելակերպ է ընտրում ոստիկանները։ Եվ ըստ կնոջ ասել են շնորհակալ եղեք, որ դիմակավորված չենք ներխուժել։ Հիմա այնինչ որ դուք ասացիք, բնականաբար ես եւս տեսել եմ, գիտեմ թե ինչ է ներկայացնում տվյալ անձը, իհարկե մտահոգիչ է, եթե այդպես է, դա է պատճառը, որ ես հանձնարարել եմ ներքին անվտանգության եւ հակակոռուպցիոն վարչությանը ուսումնասիրելու իրավիճակը, լսելու նաեւ կնոջը եւ հասկանալու, եթե նմանատիպ իրավիճակ կա, միանշանակ ռեակցիա կլինի կոնկրետ որ դրվագներն եք, որ դրվագներն եք ձեզ մտահոգել, որ ուզում եք ուսումնասիրել։ Բոլոր դրվագները, որոնք որ բարձրաձայնել է մեր հայրենակիցը, թե ժամի մասով, թե բովանդակության մասով, պիտի գնահատենք թե տվյալ ժամի հետ կապված, օրինակ հրատապության հետ կապված կոնկրետ անհրաժեշտություն եւ մնացած բոլոր հարցերը։ Բոլոր հարցերը վստահեցնում եմ, որ դառնալու են ուսումնասիրության առարկա, եթե որևէ բան ոչ համապատասխան լինի, ռեակցիա կտրվի անպայման հանգիստ եղեք։ Համապատասխան պատների որովհետև վտարավտանգ իրավիճակներ ստեղծող խնդիրները վերացնել։ Ես տեղյակ եմ, որ Երևանի քաղաքապետարանը զբաղվում է խնդրով, պլանավորված աշխատանք կա կոնկրետ, որպեսզի խնդիրը լուծվի։ Միաժամանակ, քանի որ ճանապարհային երթևեկության կտորը գտնվում է նաև ներքին գործերի նախարարության տիրույթում, մենք որտեղ որ նկատում ենք նմանատիպ իրավիճակ, որը որ հանգեցրել է կամ կարող էր հանգեցնել վտարավտանգ իրավիճակի, այդ բոլոր դեպքերը գույքագրվում են եւ պաշտոնապես նաև տրվում են Երևանի քաղաքապետարանի գործընկերներին, որպեսզի նրանք, եթե չունեն նմանատիպ պատկեր իրենց մոտ, դա եւս գույքագրեն եւ լուծելով գնան առաջ։ Իսարիսյան, մի հարցեր ունեմ, ինչպես է ստացվում, որ անդիմադիր հայացքներ կնոցով մաղուշում է, բաղում են ստորացում, իսկ ամիսներ շարունակ գազինոյում կրվել է բյուջեն, սակայն այդ գործով ոչ մի բան չի եղել, ազատության մեջ է գտնվում, նաև Արարատ համայնքում նման մի դեպքեր է եղել, ով այս պահին գտնվում է ազատության մեջ։ Ինչպես է ստացվում, որ իրավապահ համակարգի աչքից վրիպում են այդպիսի դեպքերը եւ ԲԿ-ի այսպիսի ասած գազինոյում կրված գումարները այդպես գնում են եւ ոչ ոք չի իմանում։ Հիմա եթե իրավապահ համակարգի տեսադաշտից վրիպել դեպքերը, որևէ ռեակցիայի մասին չէիք լսի։ Առաջինը եւ երկրորդ, ինչ վերաբերում է ընդդիմադիր իշխանական թեւ, ընդդիմությանը կամ իշխանությանը հարող թեւ, ես առիթ ունեցել եմ ասելու, որ իրավապահ համակարգի համար որևէ տարբերություն չկա, թե ում մասին է խոսքը։ Եթե կա հանցագործության դրվագ, դրան պիտի ռեակցիա տրվի եւ անկախ նրանից ում մասին ենք խոսում, այդ ռեակցիան լինելու է։ Ինչ վերաբերում է ազատության մեջ գտնվելուն, դա ներքին գործերի նախարարության տիրույթում գտնվող հարց չէ, որովհետև քրեական վարույթի պայմաններում թե ձերբակալման որոշումը եւ թե նաեւ խափանան միջոցի կիրառման մասին որոշումը վարույթ իրականացնող մարմնի տիրույթում է, այնտեղ էլ կան հստակ չափանիշներ, սա էլ պիտի նկատի ունենանք, որ եթե ինչ որ պայմանում մենք նկատում ենք, որ խափանան միջոց չկա կոնկրետ ընտրված, որ ազատությունից զրկելու հետ է կապված, դա միանշանակ չի, որ օրինակ ոչ իրավաչափ process է։ Քրեական դատավարության օրենսգիրքը տալիս է բոլոր այն չափանիշները, որի հիման վրա որ պիտի իրավաչափ որոշում կայացվի եւ մարմինները դրանով են առաջ։ Բարբերաբար շարունակվում է եւ լուծում չի տրվում այդ խնդրին։ Ինչ խնդիր։ Որ ԲԿ-ի հիվանդանոցի գումարները բացում են եւ այսպես մարդը գտնում են ազատության մեջ, Արտաշատի դեպքով այս պայն այդ մարդը ազատության մեջ է, նույն դեպքն է եղել, աշխարհի 600 միլիոն դրամ իրենք վատնել են։ Հիմա նույնը վեդի ԲԿ-ի։ Ես լսել եմ անկեղծ ասած գործընկերոջս Տիկին Անահիտ Ավանեսյանի ճեպազրույցը ձեզ տրված, Տիկին Ավանեսյանը արձագանքել է այդ թեման։ Շնորհակալություն։